Տևել է երևի մի 5 րոպե, ջարդև միանգամից գցև առը ու գնացել է։ Էլեկտրական այս ավտոմեքենան այլևս շահագործման ենթակա չէ։ Ժամը 4-ի սահմաններում հրկիզել են Երևանի Ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի մեքենան, որը կայանված է եղել տան հարևանությամբ։ Տանեցիք զարթնել են պայթունից, շատ ուժեղ պայթունից, այն կարգի ուժեղ է, որ դիմացի հարևաններն էին արդեն զարթնել, լույսերը վառել էին։ Ինձ քնից զարթացրեցին, երկրորդ հարկից նայեցինք, արդեն որ կրակը բոցով մի 2-3 մետր բարձրանում էր։ Շտաբ Վազքովիչ առաջի հարկ, ինչքան կարողացա ես ջրով, բայց դե կրակը շատ մեծ էր, չէին կարողանալու։ Դիմացի հարևանը իրանց կողմից, այսպես ասած, շլանգով օգնեց, շլանգով պահեց մեքենայի մեջ, որտեղ չէր կարողանում մոտի գնալ։ 10 րոպե տես լավ ջուրը պահեցին մեջը, ինքը մի քիչ ասենք այդ մարեց այդ կրակը, մինչև արդեն այինը հասավ։ Ստեփանյանի հարևանը պատմեց, ինքն էլ է ձայներից արթնացել։ Դուք հանգցրիք, ինչ արեցիք։ Դե շլանքոսից պատված շլանքով պահեցել, հանգցրեցի։ Կոտրել են մեքենայի կողային ապակին, բենզին են լցրել ու այդպես փորձել այրել։ Սա արդեն ոստիկանության ժամանումից հետո է պարզ դարձել, պատմում է Ավագանու ընդդիմադիր անդամը։ Որ ոստիկանության հետ դուռը բացեցինք, արդեն ոստիկանությունը արձանագրեց, որ կար փայտ, որի ծայրին փաթաթած էր շոր, բենզինով եւ արդեն մեքենայի մեջ գետնին լիքը բենզին կար, չէր հասցրել այրվել, երևի սխալ էին հաշվար կարել, որ էլեկտրական մեքենա կայրվի, այդ ամեն նմուշները կկորի, էլ չի երևա։ Մեր, ասպես ասած, բախտը բերեց նրանով, որ կրակը էլ շուտ մարեցինք, որովհետեւ էլեկտրական մեքենա ու էլեկտրական մարտկոցները սա գազից ավելի վտանգավոր է ու բացի այդ էլ տան դիմացով գազի խողովակն է գնում։ Բենզինի հետքերն ու սուր հոտը նկարահանման պահին դեռ մնում էին։ Թեև մեքենան հիմնականում Ավագանու անդամի կինն է վարել, երեխաներին դպրոց ու մանկապարտեզ տարել, Գևորգ Ստեփանյանն ասում է, իրեն էլ են հաճախակի տեսել այս ավտոմեքենայի ղեկին եւ գիտեին, որ իրեն է պատկանում։ Շուրջ 11 միլիոն դրամ արժեքով մեքենան 2023-ին էին գնել, բայց նյութականն այս դեպքում այդքան էլ էական չէ, ընդգծում է Ստեփանյանը։ Չանդրադառնանք մեքենային, սա իմ տան դիմաց է, այս ամենին ականատես է եղել իմ 3 անչափահաս երեխաները, կինը եւ այս վիճակը, որ իրանց մոտ ստեղծվել է, ես դրա պատասխանը տալու եմ։ Գևորգ Ստեփանյանի պնդմամբ այս ամենի հետևում քաղաքային իշխանություններն են կանգնած։ Սրան նախորդել է Ավագանու ընդդիմադիր անդամի կոշտ քննադատությունն ուղղված իշխանություններին, որ Շենգավիթ վարչական շրջանի փողոցները նորոգելու համար գումար են հատկացրել, բայց աշխատանքներ չեն իրականացվել։ Այդ մասին 1 տարի առաջ նաև Ավագանու նիստի ժամանակ է բարձրաձայնել։ Այսօրվանից, այս պահից սկսած, էլ ավելի է լինելու։ Ես ՔՊ-ին, Հանրապետությանը, Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, Արան Զավենի Սարգսյանի գլխավորությամբ օր ու արև չեմ տալու։ Հանցագործությունը սա միտված էր ինձ լռեցնելու փորձին, չկարողանալով ոչ մի պիտակ կպցնել նախկին լափամանից օգտված կաշառակեր ու այսպիսի իրենց շաբլոն բառերը, մարդիկ անցան բոլոր կարմիր գծերը եւ հաշվի հարդար տեսան։ Տարածքում տեսախցիկներ կան, ոստիկանությունն արդեն առգրավել է դրանց տեսաձայնագրությունները, տարել են նաև մեքենայի տեսաձայնագրող սարքի պարունակությունը։ Եթե միջամտություն չլինի, որ ժողովուրդը ասում է չփորփրեն վերջում իրանց վրա դուրս գան, շատ 24 ժամվա մեջ բացահայտվող պրոցես է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ գույք ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով, որը կատարվել է կապված անձի կամ նրա մերձավոր ազգականի, մերձավորի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ եւ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել։ Այս հանցանքը պատժվում է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Երևանի Ավագանու Մայր Հայաստան խմբակցությունը տեղի ունեցածը կապում է Գևորգ Ստեփանյանի հանրային քաղաքական եւ նրա կարգավիճակից բխող գործունեության հետ։ Սա Մայր Հայաստանի դեմ իրականացվող քրեաքաղաքական հարձակում է, որն առաջին անգամը չէ եւ դրսեւորվել է տարբեր ձևերով։ Ավագանու անդամի մանդատից ապօրինաբար զրկումից միջև շինձու քրեական մեղադրանքի առաջադրում, ապօրինի հետապնդումից միջև ավտոմեքենայի հրկիզում։ Այս ամենը հետևանք է ամենաթողության, բեսպրիդելի եւ օրվա իշխանությունների կողմից խրախուսվող հանցագործության։ Մայր Հայաստան խմբակցությունը խստորեն դատապարտելով Գևորգ Ստեփանյանի ընտանիքի դեմ իրականացված քստմնելի հանցագործությունը իրավապաներից պահանջում է շուտապույտ բացահայտել գործը։
Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Facebook-ում դատապարտել է տեղի ունեցածը, ընդգծելով, որ շահագրգռված են, որպեսզի մեղավորները բացահայտվեն եւ օրենքով սահմանված կարգով ենթարկվեն խստագույն պատասխանատվության։ Ազգային առաջընթաց խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը եւս գրել է, որ խստորեն դատապարտում են Գևորգ Ստեփանյանի եւ նրա ընտանիքի դեմ կատարվածը։ Հանրային ձայնն իրան վերապահ աջակցությունն է հայտնել Գևորգ Ստեփանյանին եւ նրա ընտանիքին։ Միևնույն ժամանակ Երևանի ավականու բոլոր անդամներին կոչ են անում մի կողմ դնել տարաձայնությունները, համախմբվել եւ պայքարել Ստեփանյանի մեքենայի հրկիզման գործի վերաբերյալ հասարակական վերահսկողություն սահմանելու նպատակով։ Հանրային ձայն կուսակցությունն առաջարկում է ավականու առաջիկա նիստում ներկայացնել տեղի ունեցածը դատապարտող նախագիծ եւ ընդունել հայտարարություն։ Ավականու 5 խմբակցություններից հայտարարություն չի տարածել միայն Հանրապետությունը։ Հիշեցնենք, նախորդ տարի էլ փորձել էին հրկիզել իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանի ավտոմեքենան, որը դարձյալ տան դիմաց էր կայանված եղել։ Իոնիսյանն այսօր գրել է, որ Գևորգ Ստեփանյանի մեքենայի առերևույթ հրկիզման դեպքի բացահայտման համար ոստիկանությունը պետք է ջանք ու եռանդ չխնայի։ 1 տարի անց չեն բացահայտվել նրա մեքենան հրկիզելու փորձ կատարողը կամ կատարողները։ Այդ քրեական գործով անգամ մեղադրյալ չկա։